Իհարկե բացահայտված չի։ Եվ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը, որ բազմաթիվ առումներով հնչեցվել է, չի ստուգվել, չի ճշտվել, այն բացահայտված համարել հնարավոր չի։ Պարոն Սարգսյան, պարոն վարչապետը պարբերաբար ընդդիմադիր ժամանակահատվածում ասում է, այս կբացահայտվի հոկտեմբերի 27-ը, եթե իշխանափոխություն լինի։ 7 տարի է իրենք իշխանության են, բայց փաստացի հոկտեմբերի 27-ը բացահայտված չի։ Ով է խանգարում։ Եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր խանգարում, Ռոբերտ Քոչարյանն էր խանգարում, հիմա ով է խանգարում։ Գիտեք, այն վարկածը, որ արտաքին քաղաքական հետ հոկտեմբերի 27-ի օրշագործության հետ կախված մեղրի տարբերակով, այդ վարկածը ստուգված չէ։ Ինչ վերաբերվում է ներքին վարկածին, որտեղ արտաքին քաղաքական ուժերը ինչքան էլ հզոր լինեն, եթե ներքին աջակիցներ չունենան, նման օպերացիա անել ազգային ժողովի շենքում իրականացնել չեն կարող, այդ միանշանակ։ Բայց այդ առումով էլ ես 3 անգամ հարցաքննվել եմ, բավականին երկար հոգնեցնող հարցաքննություններ, վերջին անգամ 2 ամիս առաջ։ Գնացել եմ կեսօրվա ժամը 2-ին և քննչականից դուրս եմ եկել երեկոյան ժամը 8-ին, ճիշտ է, 2 ժամ լույսերը գնացել էին քննչականում ու դրա համար եմ սպասել, բայց մնացած ժամանակը տեսագրության տակ հարցաքննվել եմ։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերվում են նաև այն մարդկանց, ովքեր ցավոք սրտի այսօր չկան, զոհվել են կամ Հայաստանից բացակայում են։ Այսինքն ներքին օժանդակողներին գտնելու առումով էլ խնդիրներ կան։ Երկրորդ, գլխավոր ոճրագործը երբեք չի ընդունելու, որ իրեն ուղղորդել են։ Եվ իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր համարել են, որ այս թիմը միասնություն դաշինքը հանձինս Վազգեն Սարգսյանի, որևէ մեկին քաղաքական հնարավորություն չի տալու, երկիրը տանելու է կործանման եւ այլը, այդ ոճրագործը հանդիպել է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ասել են, որ այո, դու ճիշտ ես, եւ դրա համար էլ ինքը դահլիճում ոճրագործությունն անելուց հետո զանգել այդ մարդկանց, ասել է, ինչ պետք էր արել եմ, եկեք։ Հիմա այդ մարդիկ կազմակերպիչ են, թե չէ։ Իրավական առումով կազմակերպիչ չեն, բայց իմ համար իրանք կազմակերպիչ են եւ բազմաթիվ մարդիկ կան եւ կարծում եմ նաեւ վարչապետն էլ այդ տեսակետն ունի, որ իրենք նաեւ կազմակերպիչ են, որովհետեւ ուղղորդել են մարդուն, իրենք пассив չեն եղել, ուղղորդել են մարդուն, մարդն եկել է արել է, մտածել է, որ հերոսություն է անում, դրանից հետո իրեն արժանին կմատուցվի այդ հերոսությունն անելու համար եւ կա եւս մի հանգամանք, որը ստուգելու համար, որը ներքին այս հարցերը պարզելու համար բավականին բարդ իրադրության մեջ է կանգնեցրել, որովհետև կա տեղի ունեցել դատական պրոցես։ Այսինքն ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ինձ ասում էր, այ տեսեք դատախազն էլ ձերն է, քննիչն էլ ձեր է, բացահայտեիք։ Եվ այս առումով ակնհայտ ճշմարտությունն է, որովհետև դատախազի իմ ընկեր Նազարյանն էր եւ քննչական մարմինն էլ ռազմական ոստիկանությունն էր։ Բայց այստեղ ճշմարտությունը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր համարում են, որ ինձ պաշտոնից ազատել են ծնելիության համար, այդ մարդիկ մեղմ ասած սխալվում են, որովհետև եթե նայեք դատական գործընթացին, մինչև մայիսի 2-ը իմ ազատելը ոճրագործները լրիվ այլ ցուցմունքներ էին տալիս եւ եթե հիշում եք Ալեքսանդր Հարությունյանը կալանավորված էր եւ խնդիրներ կար, իսկ ինքը այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր եւ նաեւ իր միջոցով էր որոշակի կապեր, նաեւ ինքն էր ըստ ոճրագործի ցուցմունքների հուսադրել նրան։ Մայիսի 2-ից հետո երբ ինձ ազատել են, այդ ցուցմունքները ամբողջությամբ 170-աշրջան փոխվել են։ Եվ ոճրագործները ցուցմունքներ են տվել, որ այդ ցուցմունքները իրենց սկսից կորզել են ճնշումների եւ ծեծի արդյունքում։ Դրանով քրեական գործ է հարուցվել։ Ճնշումների եւ ծեծի առումով, որպեսզի պարզեն եւ այդ ժամանակ էլ իշխանություն Ռոբերտ Քոչյանն էր, արդեն իր ուզածով, իր ձևով եւ դատանը պարզել է, որ որևէ ճնշում էլ չի եղել եւ որևէ մեկը ճնշումների համար չի պատժվել։ Որից հետո խնդիրն եկել է հոկտեմբերի 27-ի արդեն դատավարության պարոն Ուզունյանի դատավարության շրջանում ու չգիտես ինչի, թե դատախազությունը, թե պարոն Ուզունյանը հիմք է ընդունել
մայիսի 2-ից իմ ազատելուց հետո ցուցմունքներն է համարել արժանահավատ, ոչ թե մինչև մայիսի 2 եղած ցուցմունքները։ Դες համար տարօրինակ չի, որ դատավորը կասկածելի հանգամանքներում Ուզունյանը գնաց երկրից, երբ որ իշխանություններն ասում էին, որ պետք է հոկտեմբերի 28-ը բացատրի, բայց Սամվել Ուզունյանը անգամ զենք էին հայտնաբերել օդանավականում, բայց շատ հանգիստ լքեց երկիր ու մինչ օրս իրավապահ մարմինները չեն հայտնաբերել ուր է դատավոր Ուզունյանը։ Իմ համար հոկտեմբերի 27-ի գործով, այդ կասկածելի հանգամանքներով, անբացատրելի 6-ից ավել հանգամանքներ կան, որոնց մասին ես քննչականում տեսակետս ասել եմ եւ գրել եմ։ Ընդ որում թե ազգային անվտանգության քննչականում, որը 2 տարի առաջ էր իրենց մոտ, էլի մոտավորապես 4 ժամից ավել ցուցմունք են վերցրել ինձանից։ Թե ես քննչականում, ես այդ տեսակ իհարկե ես այդ կասկածները հայտնել եմ, բայց դա մասնագիտական ունակություններ է։ Կներեք, բայց ես արդեն պիտի գնամ ծաղիկ դնել։ Եթե ողջուներ Արցախը չէր հանձնվում, հիմա դուք հաշտ եք Արցախը